Արմեդիա YouTube-յան հարթակում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Մինչև մեկնարկը շնորհակալություն բոլորին, թե մշտապես մեզ հետևելու, թե լայքելու, թե նոր բաժանորդագրությունների համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը փակ հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ ինքը պնդել է շարունակել Իրանի հետ բանակցությունները միջուկային համաձայնագրի հասնելու նպատակով։ Նեթանյահուն մոտ 3 ժամ է անցկացրել Սպիտակ տանը։ Ավելի ուշ Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ հանդիպումը շատ լավ է անցել, սակայն որևէ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։ Սա Թրամփի երկրորդ ժամկետում երկու առաջնորդների արդեն 7-րդ հանդիպումն է։ Իսրայելի վարչապետը հանդիպումից առաջ հայտարարել էր, որ ցանկանում է, որպեսզի բանակցություններում ընդգրկվեն նաև Իրանի բալիստիկ հրթիռային ծրագիրը եւ Թեհրանի աջակցությունը տարածաշրջանային զինված խմբավորումներին, այդ թվում Համասին եւ Հեզբոլլահին։ Վաշինգտոնը վերջին ամիսներին ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում տեղակայելով ավիակիր, կառավարվող հրթիռային կործանիչներ եւ հակաօդային պաշտպանության միջոցներ։ Մի շարք արաբական եւ իսլամական երկրներ, այդ թվում Թուրքիան եւ Քաթարը, կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել, զգուշացնելով, որ հնարավոր հարվածներն ու պատասխանատվողությունները կարող են ապակայունացնել տարածաշրջանը։ Բանակցությունների ճակատագիրը, ինչպես նշում են պաշտոնյաները, կախված կլինի առաջիկա շաբաթների զարգացումից։ Նենսի Գաթրիի անհետացման գործով նոր զարգացումներ են արձանագրվել, սակայն քննության ընթացքը կրկին մնում է անորոշ։ 84-ամյա Գաթրին Թդեի հաղորդավար Սավաննա Գաթրիի մայրը անհետացել է փետրվարի 1-ին։ Վերջին օրերին հրապարակված տեսախցիկների նոր կադրերը եւ լայնածավալ իրավապահ գործողությունները որոշ հույսեր են առաջացրել, որ գործը մոտենում է վճռական շրջադարձի։ Քննությանը ներգրաված են մի քանի 100 իրավապահներ։ ՀԴԲ գործակալները խուզարկություններ են իրականացրել ինչպես Գաթրիի տան շրջակայքում, այնպես էլ մոտ 1 մղոն հեռավորության վրա գտնվող թաղամասերում, փնտրելով հնարավոր ապացույցներ, որոնք կարող էին նետված լինել ավտոմեքենայից։ Խուզարկություններ են իրականացվել նաև ընտանիքի անդամների բնակավայրերում։ Փիմաշրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ վերջին 24 ժամում թեժ գծին ստացվել է ավելի քան 4000 զանգ։ Սավաննա Գաթրին սոցիալական ցանցերում հրապարակել է տեսագրությունները ու հայտարարել, որ ընտանիքը հավատում է իրենց մայրը ողջ է։ Մտահոգիչն էլ այն է, որ Նենսի Գաթրին ընդունում է մի քանի տեսակի դեղորայք եւ նրա առողջական վիճակը կարող է վտանգվել, եթե նա երկար ժամանակ մնա առանց անհրաժեշտ բուժման։ Քննությունը շարունակվում է։ Ավտոարտադրող Stellantis-ը այսօր հայտարարել է չվարել հրատապ զգուշացում որոշ Chrysler, Dodge, Jeep եւ Ram մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի համար մինչ անվտանգության խափանված բարձիկների փոխարինումը։ Ընկերության հայտարարության համաձայն Միացյալ Նահանգներում շուրջ 225,000 ավտոմեքենա դեռևս ունեն չվերանորոգված տակատա արտադրության անվտանգության բարձիկներ։ Խնդրահարույց բարձիկներն արտադրվել են ճապոնական տակատա ընկերության կողմից եւ կարող են պայթել անգամ համեմատաբար փոքր վթարների ժամանակ։ Զգուշացումը վերաբերում է հետևյալ մոդելներին. 2003-ից 2010 թվականների արտադրության Dodge Ram, 2004-ից 2009-ի Dodge Durango, 2005-ից 2011-ի Dodge Dakota, 2005-ից 2008 Dodge Magnum, 2006-ից 2015 Dodge Charger, 2007-ից 2009 Chrysler Aspen, 2008-ից 2014 Dodge Challenger, 2005-ից 2015 Chrysler 300, 2007-ից 2016 թվականների արտադրության Jeep Wrangler, 2006-ից 2009 թվականների արտադրության Mitsubishi Raider։ Մինչև օրս տակատա անվտանգության բարձիկի պատճառով Միացյալ Նահանգներում հետ է կանչվել 67 միլիոն ավտոմեքենա, ինչը Միացյալ Նահանգների պատմության ամենախոշոր եւ ամենաբարդ անվտանգության հետկանչն է։ Պաշտոնական տվյալներով պայթող տակատա բարձիկների հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, իսկ ավելի քան 400-ը վիրավորվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն այսօր հանդիպել է ածխարդյունաբերության ներկայացուցիչներին ու հայտարարել, որ իր վարչակազմը վերջ է տվել ածխի դեմ տարվող պատերազմին։ Միջոցառմանը ներկային կոնգրեսականներ, սենատորներ, արդյունաբերության ղեկավարներ եւ հանքագործներ։ Նախագահը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին տարում ածխի արտադրությունը զգալիորեն աճել է, իսկ էներգետիկ քաղաքականության փոփոխությունների արդյունքում տրվել են ավելի քան նոր 70 հանքարդյունահանման թույլատվություններ։ Ելույթի ընթացքում նախագահը շեշտել է, որ ածուխը մնում է երկրի ամենահուսալի էներգետիկ աղբյուրներից մեկը, հատկապես ծայրահեղ եղանակային պայմաններում։ Նրա խոսքով, ձմեռային փոթորիկների ժամանակ հենց ածխային կայաններն են ապահովել անխափան էլեկտրամատակարարումը, մինչդեռ արևային եւ քամու էներգիան նվազարդյունավետ է եղել։ Նախագահ Թրամփը ստորագրել է նոր գործադիր հրաման, որով պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է աշխատել ածխային կայանների հետ ռազմական կարիքների համար էներգիայի մատակարարման ուղղությամբ։
Գլխավոր դատախազ Փեմ Բոնդին կոնգրեսում անցկացված լսումների ընթացքում հանդես է եկել նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ պաշտպանությամբ, փորձելով փակել Ջեֆրի Էփստեյնի գործի փաստաթղթերի շուրջ շարունակվող քննադատությունը։ Լսումները արագ վերածվել են կոշտ կուսակցական բախման։ Բոնդին, որը ենթարկվում էր հարցաքննության, Էփստեյնի փաստաթղթերի հրապարակման եւ արդարադատության նախարարության քաղաքականացված լինելու մեղադրանքների շուրջ, մի քանի անգամ բարձրաձայն վիճաբանել է դեմոկրատ կոնգրեսականների հետ։ Լսումների ժամանակ դալիճում ներկային նաև Էփստեյնի զոհերից ոմանք։ Բոնդին պաշտպանել է նախարարության գործունեությունը, պնդելով, որ դեմոկրատները փորձում են օգտագործել այս գործը շեղելու ուշադրությունը Թրամփի հաջողություններից։ Դեմոկրատները քննադատել են նաև Էփստեյնի փաստաթղթերում իրականացված խմբագրումները, պնդելով, որ դրանք եղել են անկազմակերպ եւ բացահայտել են զոհերի անձնական տվյալներ, ներառյալ ինտիմ բնույթի տեղեկություններ։ Բոնդին իր հերթին պնդել է, որ նախարարությունը պարզապես գործել է օրենքով սահմանված ժամկետներում եւ հնարավորինս պաշտպանել է զոհերի գաղտնիությունը, նշելով, որ որոշ սխալներ հնարավոր էին նյութերի ծավալի եւ հրապարակման արագության պատճառով։ Սան Ֆրանցիսկոյում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է ուսուցիչների գործադուլը, թողնելով շուրջ 50,000 աշակերտ առանց ուսուցման։ Պետական դպրոցի մոտ 6,000 ուսուցիչ գործադուլ են սկսել բարձր աշխատավարձերի, ընտանեկան բժշկական ապահովագրության ամբողջական ֆինանսավորման եւ հատուկ կարիքներ ունեցող աշակերտների համար լրացուցիչ ռեսուրսների պահանջով։ Քաղաքի 120 դպրոցները շարունակում են փակ մնալ։ Որոշ ընտանիքներ օգտվում են արտադասարանային ծրագրերից, որոնք գործադուլի ընթացքում առաջարկում են շուրջօրյա խնամք, իսկ մյուսներն ապավինում են հարազատների օգնությանը։ Ուսուցիչների միությունը, United Educators of San Francisco-ն եւ դպրոցական շրջանը բանակցում են գրեթե 1 տարի։ Միությունը սկզբում պահանջել էր 2 տարվա ընթացքում 9% աշխատավարձի բարձրացում, նշելով, որ դա կօգնի մեղմել կյանքի բարձր արժեքը քաղաքում։ Շրջանը, որը բախվում է մոտ $100 միլիոն բյուջետային պակասորտի եւ գտնվում է նահանգային վերահսկողության տակ, հակադարձ առաջարկ է արել 6% բարձրացում 3 տարվա ընթացքում։ Դպրոցական շրջանի ղեկավար Մարիա Սոն հայտարարել է, որ վարչակազմը պատրաստ է շարունակել բանակցությունները եւ իրենց վերջին առաջարկը դա առատաձեռն է։ Ուսուցիչներն ասում են, որ հասկանում են, որ գործադուլը դժվար է աշակերտների համար, սակայն այն անհրաժեշտ քայլ է ապագայում ավելի կայուն եւ լիարժեք ֆինանսավորվող դպրոցական համակարգ ապահովելու համար։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին եւ գովազդել։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առանձնահատուկ առաջարկի վրա։ Մի քանի օր է մնացել Վալենտայնին եւ Cosmopolis ռեստորանում էլ հաշված տեղեր։ Զանգարեք հենց այսօր եւ ձեր սիրելիին նվիրեք անմոռանալի օր։ Սպասվում է գեղեցիկ շոու ծրագիր։ Երեկոյի երգիչներ են Հայաստանի վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, Լուսինե Գասպարյանը, Մարգար Եղիազարյանը, Յանա Գրիգորյանն ու հատուկ հյուր Քրիստինա Եղոյանը։ Երեկոյի հանդիսավարն է հայտնի դերասան եւ գեղեցկուհի Աննա Մանուչարյանը։ Ինտեր Յունայթեդ ֆուտբոլային ակադեմիան ունենալով չեմպիոն թիմ համալրում է իրականացնում։ Ընդունելություն 4-ից 10 տարեկանների համար։ Արեստավարժ ու փորձառու մարզիչների թիմը պատրաստ է կերտել ձեր երեխայի պրոֆեսիոնալ ապագան։ Իսկ եթե զանգահարեք ու նշեք, որ մեզանից եք տեղեկացել ընդունելության մասին, ապա կողմնորոշման համար անվճար մարզումների հնարավորություն կստանաք։ Մոնախ Լոնդրեին իդեալական առաջարկ ունի կանանց համար։ Շուկայում նմանը չունեցող գնային ճկուն համակարգ ձեր փոխարեն, ձեր լվացքը անելու համար։ Բիզնեսերի համար գործում են յուրահատուկ առաջարկներ, իսկ մանկական հագուստը լվացվում է բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերով։ Ներբեռնեք հավելվածն այս QR կոդով եւ հենց այսօր սկսեք ձեր ժամանակը տրամադրել ձեր սիրելիներին։ Բոլորս էլ ունենք ծանոթներ, ընկերներ, որ վթարի դեպքում մեկը չէ 10 հեռախոսահամար կտան, բայց ես ձեզ վստահեցնում եմ, դիմեք պրոֆեսիոնալներին, Top Choice Collision Center։ Ձեր մեքենան կտեղափոխեն կենտրոն, անվճար կգնահատեն, սեղմ ժամկետներում իդեալական կվերանորոգեն եւ ձեզ էլ այդ ժամանակահատվածում առանց ավտոմեքենայի չեն թողնի։ Հեռախոսահամարը գործում է շուրջօրյա։ Եվ մեր խորին երախտագիտությունը Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան's Family Market-ներին երկարատև համագործակցության համար եւ իհարկե Gerry's Mom's Bakery-ին։ Իդեպ, մենք համագործակցում ենք միայն լավագույնների հետ։ Շարունակենք լուրերը։ Թեքսասի սահմանային Էլ Պասո քաղաքում չվերթները վերականգնվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը չեղարկել է օդային տարածքի սահմանափակումը։ Պաշտոնյաները, որոնք խոսել են անանունության պայմանով, հայտնել են, որ Դաշնային ավիացիոն վարչությունը FAA-ը փակել էր օդային տարածքը մտահոգությունների պատճառով։ Խոսքը վերաբերվում էր Միացյալ Նահանգների բանակի կողմից փորձարկվող լազերային հակադրոնային համակարգին, որը զգնատականների կարող էր վտանգ ներկայացնել քաղաքացիական ավիացիայի համար։ Համակարգը փորձարկվում էր Fort Bliss ռազմաբազայում, որը գտնվում է Էլ Պասոյի միջազգային օդանավակայանի հենց հարևանությամբ։ FAA-ը վերացրել է սահմանափակումները այն բանից հետո, երբ բանակը համաձայնել է անցկացնել լրացուցիչ անվտանգության փորձարկումներ։ Միաժամանակ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ օդային տարածքի փակումը կապված է եղել մեքսիկական թմրակարտելների կողմից
կողմից իրականացված դրոնային ներխուժման հետ։ Սակայն փորձագետների խոսքով նման դեպքերում սովորաբար կիրառվում է կարճաժամկետ դադար, այլ ոչ թե ամբողջական եւ երկարատև փակման ռեժիմ։ Էլ Պասոյի քաղաքապետ Ռենարդ Ջոնսոնը հայտարարել է, որ FAA-ը նախապես չի տեղեկացրել տեղական իշխանություններին, ոստիկանությանը կամ օդանավակայանի ղեկավարությանը օդային տարածքի փակման մասին։ Նույնը նշել է նաև տրանսպորտային անվտանգության վարչության ժամանակավոր ղեկավարը, ընդգծելով, որ ինքը նույնպես չի ստացել նախնական ծանուցում։ Սպիտակ տունը, ըստ աղբյուրների, նույնպես անակնկալի է եկել օդային տարածքի փակման որոշումից, ինչի արդյունքում մի շարք դաշտային կառույցներ փորձել են պարզել ստեղծված իրավիճակի պատճառները։ Նախկինում նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել մեքսիկական թմրակարտելների դեմ ռազմական ուժ կիրառելու հնարավորության մասին։ Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի անվտանգության ծառայության տվյալներով սահմանային շրջանում անօդաչու սարքերի կիրառումը բավական հաճախակի է։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեմբաումն էլ այսօր կայացած շեփազրույցում հայտարարել է, որ իր վարչակազմը կփորձի պարզել տեղի ունեցածի մանրամասները, սակայն ներկայումս չունի տվյալներ սահմանային դրոնների գործունեության վերաբերյալ։ Միացյալ Նահանգներում աշխատատեղերի աճը հունվարին արագացել է, իսկ գործազրկության մակարդակը նվազել։ Աշխատանքի նախարարության հրապարակած ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի զեկույցը ցույց է տվել կայունության նշաններ, որոնք կարող են դաշտային պահուստային համակարգին էլ հնարավորություն տալ պահպանել տոկոսադրույքները անփոփոխ, մինչ քաղաքականություն մշակողները հետևում են գնաճին։ Զեկույցի հրապարակումը մի քանի օրով հետաձգվել էր կառավարության վերջին մասնակի փակման հետ։ Նախորդ ամիս գործատուները ստեղծել են 130,000 աշխատատեղ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է տնտեսագետների կանխատեսումները։ Զեկույցը նաև ցույց է տվել, որ գործազրկության մակարդակը նվազել է 4,4%-ից մինչև 4,3%-ի, սակայն գործազրկության եւ եկամուտների ցուցանիշները տնտեսագետների բնորոշմամբ մտահոգիչ ազդակներ են ցույց տալիս։ Երկու ցուցանիշներն էլ հունվարի երկրորդ կեսին կտրուկ աճ են արձանագրել։ Կորցրած աշխատավարձի եւ եկամուտների ցուցանիշում աճի միտումը սկսել էր դեռևս 2025 թվականի վերջում, սակայն 2026-ին այն տարածվել է ոչ միայն ցածր եկամուտ ունեցող խմբի վրա, այլ նաև բարձր եկամուտ ունեցող խավի վրա։ Առողջապահության ոլորտում զբաղվածությունն աճել է 82,000 աշխատատեղով, ավելի քան կրկնակի գերազանցելով 25 թվականի միջին ամսական ցուցանիշը, ինչի պատճառով որոշ տնտեսագետներ կարծում են, որ հունվարյան աճը կարող է լինել ժամանակավոր երևույթ։ Շինարարության ոլորտում ստեղծվել է 33,000 նոր աշխատատեղ, հիմնականում ոչ բնակելի մասնագիտացված ենթակապալառուների աշխատանքի ավելացման շնորհիվ։ Հարավային Կարոլինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել 933-ի, նահանգի առողջապահական տվյալները ցույց են տալիս, որ վերջին 2 օրում միայն գրանցվել է 13 նոր վարակի դեպք։ Այս բռնկումը Միացյալ Նահանգներում վերջին ավելի քան 2 տասնամյակների ընթացքում ամենախոշորը հիմնականում կենտրոնացած է նահանգի հյուսիս-արևմտյան հատվածում, որը ներառում է Գրինվիլ եւ Սպարտանբերգ քաղաքները։ Սպարտանբերգ շրջանում կարմրուկի, խոզուկի եւ կարմրախտի MMR պատվաստանյութի կիրառման դեղաչափերի թիվը վերջին 4 ամիսների ընթացքում աճել է 102%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նահանգային մակարդակով MMR պատվաստումները նույն ժամանակահատվածում աճել են 28%-ով։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի CDC-ի իմունիզացիայի եւ շնչառական հիվանդությունների ազգային կենտրոնի նախկին տնօրեն դոկտոր Դմիտրի Դասկալակիսը նախորդ ամիս զգուշացրել էր, որ անհրաժեշտ են ավելի լայնածավալ պատվաստումներ։ Պատվաստանյութերը տասնամյակներ շարունակ ապացուցել են, որ ունեն ռիսկ-օգուտ հարաբերակցություն։ Ոչ մի պատվաստանյութ լիովին զերծ չէ կողմնակի ազդեցություններից, սակայն MMR-ի կողմնակի ազդեցությունները նվազագույնն են։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։